Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի Հելտանքը լինի Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների Մեկ ճինացի իրեն համար Ձուկ էր բռնում արվակից հարմար Մոտեցավ մի ճինացի Նստեց ափը դիմացի Երկու ճինացի իրենց համար Ձուկ էին բռնում արվակից հարմար Մոտեցավ մի ճինացի Իրական ու վրացի Նստեց ափը դիմացի Դարձան երեք ճինացի իրենց համար Ձուկ էին բռնում արվակից հարմար Մոտեցավ մի ճինացի Նայվածքով իր կանացի Նստեց ափը դիմացի Դարձան չորս ճինացի Բայց վիճակա ընկերոջս նեղացրի գնաց Նեղանալ գնալու փոխարեն կարող էր իր մեղքն ընդունել ու ուղղվել Ինչ մեղք է, Արմենը միշտ էլ իր փայլուն ուղեղը հանուն համընթանու շահի է օգտագործել Դու ճիշտ ես, եթե նրա սահմանները ցույց չտենք, մի օր շատ էր անցնելու ու հետ վերադարձի ճանապարհ չէր լինելու Իսկ հիմա չկա Գնացել է, վերջ Ձեզ ոչ մեկ չի արգելում զանգել ու հարցնել նրա որպիսությունը Իհարկե ոչ ոք չի արգելում, ասեմ ավելին մենք զանգում ենք, չի պատասխանում Եթե ուզում եք իմանալ ձեր ընկերոջ որպիսությունը, զանգով մի սահմանափակվեք Իսկ քեզ չի հետաքրքրում, թե հիմա Արմենը որտեղ է, ոնց է, ում է գտել խելք բացատրում Հետաքրքրում է Դե բա իմացի Կիմանա Պտուղը ծառից հեռու է ընկնում 4 մետր Ճիշտ է, այս պտուղը ծառինը չէր, բայց փորձին մասնակցել է Եվ ծառ, և պտուղ Վատագույն միայնություն այն միայնությունն է, երբ ինքդ քեզ հետ անհարմար ես զգում, ասել է Մարկ Տվենը Ճիշտ է, ես ինձ հետ անհարմար չեմ զգում, ու ավելին ասեմ, ես շատ լավ ու պարկեշտ երեխա եմ Բարև Արմեն, քեզ պատմության ֆակուլտետի ուսանողն է անհանգստացնում, ինչպես ես? Բարև, լավ եմ, շնորհակալություն, չես անհանգստացնում, հոբան չի եղել Պաֆուն ինձ ինչ կար իշուտ Ես էի ուզում նույնն իմանալ, վաղուց ձեզնից լուր չունեմ, պապիկի հետ ամեն ինչ կարգին է? Չգիտեմ, Աննայից հարցրու, ես դրա հետ կապ չունեմ ու ընդհանրապես ես իրենց հետ կապ չունեմ Ինչու? Որովհետև ինձ չեն գնահատում, բայց խնդիրը դրանում չի, խնդիրը նրանում է, որ դրական չեն գնահատում Ինչ է խնդիրը, կարող ես ինձ հետ կիսվել, միգուցե լավ խորհուրդ տամ Պֆույս ասեմ, ես մտածող, կշռադատված ու սառը գլխով երեխա եմ Ու ես կարծում եմ, որ եթե պայման կամ կարգ խախտելու հակառակ նժարին ավելի կարևոր գաղափար կա, քան անձնական տարածքը Կարելի է և խախտել Իսկ նրանք ինձ հալածում են Իսկ կա հավանականություն, որ դու ես մեղավոր Պաֆու ջան, ես ինքնակննադատ երեխա եմ, ես անպայման կմտածեմ այդ հարցի շուրջ ու քեզ կպատասխանեմ Եթե պատմության մասնակիցներից ոչ ոք չի տուժել, ես մեղավոր եմ Պաֆու ջան, ես մտածեցի, ես մեղավոր չեմ
Օրինակ ես Արմենին լավ ճանաչելով վստահ եմ, որ ինքը չէր գնա այնտեղը, որտեղ իրան չեն սիրում ու չեն սպասում։ Նախ նրան այնտեղ սիրում են ու սպասում են, երկրորդն էլ դու Արմենին լավ չես ճանաչում։ Դրա համար չեն գնում, չէ՞ այնտեղ։ Հիմա այնտեղ ենք գնում։ Բարև Արմեն ջան։ Բարև։ Բարև Արմեն ջան։ Բարև։ Կարող ենք խոսել։ Կարող եք խոսել։ Արմեն ջան, ո՞նց ես։ Լավ եմ։ Այդ կիթառը դիր մի կողմ։ Ինչ։ Արմեն ջան, դու մեր ընկերն ես ու մենք ուզում ենք, որ դու վերադառնաս։ Դե ուրեմն բոլորդ ներողություն խնդրեք ու համաձայնվեք, որ սխալվել եք։ Ինչ սխալ, մենք սխալ չենք արել, բայց դու իրոք մեկ անտանելի ես։ Չէ, ուղղակի դուք նախանձում եք, որ ձեզնից խելացի եմ։ Խելացին ես, այդտեղ նախանձելու ինչ կա։ Ես էլ քեզանից ուժեղ եմ։ Չէ, դա դեռ պարզ չի։ Դու ինձ երբևէ չես հաղթել ոչ մի մարտարվեստում։ Ես ուսումնասիրել եմ Վինգ Չունի եւ Տայ Չի փիլիսոփայությունը եւ հասկացել եմ, որ թեորիան գործի կեսն է։ Գոր, շկատակես։ Գոր, չէ։ Կայնի։ Իչի։ Պաստորեն ես անտարային պայմաններում եմ քեզնից արագ վազում։ Լավ իչի, քեզ փաստորեն թեորիան էլ է բավական։ Ես անկախ երեխա եմ, անկախ երկրում։ Ծառա բարձրացել եմ։ Ես ծառին չեմ վնասում, ծառը չի բողոքում։ Ես ձեզ էլ չէի վնասում, բայց դուք բողոքում եք։ Իմ ծառ։ Ոնց չէիր վնասում։ Բարալերը։ Ես դրա համար զղջացել եմ ու երեսով տալը արդար չի։ Ինչ լավ աղջիկները այստեղ չէին, բայց ինչ վատա չհասցրեցի նկարեմ։ Ես զբաղված երեխա եմ։ Ինձ հանգիստ թողեք։ Կարևորը լավ է։ Աննա ջան, ես ինչքան հասկացա, Արմենը չի ընդունում իր մեղքը։ Ես իհարկե նրան խորհուրդ տվեցի վերադառնալ, բայց ուզում եմ նույնը ձեզ խորհուրդ տալ։ Շնորհակալություն, որ օգնեցիք Արմենի որպիսությունը իմանալ։ Գորներ գրել, ասում Արմենին չեն կարողացել համոզել։ Չնայած Արմենին ճանաչելով կարելի էր դա ենթադրել։ Մարիա, դու այս ամեն ինչի նկատմամբ անտարբեր ես։ Չէ, բա ինչի՞ չես արտահայտվում։ Ինչ արտահայտվեմ։ Լավ, հասկացա։ Ողջույն։ Ողջույն աղջիկներ, ինչպե՞ս եք։ Քո խորհրդի կարիքն ունենք։ Նստեք։ Ասեք տեսնեմ։ Ինչ է պատահել։ Դե Արմենի հետ կապված էլի։ Վերջին անգամ երբ Արմենին տեսա, շատ տխուր էր։ Ինձ հրաժեշտ տվեց ու ասաց, որ այլևս չենք տեսնվի։ Հա, նեղացել է։ Պապիկից։ Պապիկից էլ մեզնից էլ։ Դե խոսեք իրար հետ, ոչինչ, միգուցե հասկանաք իրար։ Վեճեր միշտ էլ լինում են։ Հա, բայց Շահանե ջան, դու Արմենին հիշում ես, չէ՞։ Նրա հետ խոսել կլինի։ Բա ինչ ես մտածում։ Մտածում եմ, որ իմանա պապիկը կորել է։ Չի կա օգնի։ Բայց պապիկը չի կորել։ Թե սպասենք կորի։ Ես ավելի լավ միտք ունեմ։ Լսում եմ։ Արմեն Շահանեն է։ Արմեն, պապիկը արդեն 11-րդ անգամ կորել է։
Շահանե քույրիկ ջան, ես այլևս այդ փրկարարական ջոկատից չեմ ու մասնավոր խուզարկուի ծառայությունները չեմ մատուցում, չնայած լավ միտք է, հենց սկսեմ մատուցել, անպայման քեզ իմ այցեքարտը կուղարկեմ։ Արմեն, Շահանե քույրիկ ջան, զանգի են տոլերանտ խմբավորմանը, թող գան, ձեռնամուխ լինեն։ Ես բախված երեխա եմ։ Արմենն է, նորմալ է։ Արմեն, դու այլևս չես հետաքրքրվում առասպելներով։ Ով ասաց, հետաքրքրվում եմ ամեն ինչով։ Առաջարկում եմ քեզ ծանոթանալ հին հայերի դպրության եւ գիտության աստված Տիրի հետ։ Դու խելացի տղա ես, նա քեզ դուր կգա։ Հետաքրքիր բան ես ասում։ Շահանե։ Բարև։ Ընկերներդ անհանգստանում են քեզ համար, կարոտում են քեզ եւ մեղավոր են զգում, որ քեզ նեղացրել են։ Ես լսել եմ նրանց տեսանկյունը Շահանե քույրիկ ջան, բայց ես լինելով սկզբունքային եւ միևնույն ժամանակ սկեպտիկ երեխա, Էդ ո՞նց։ լսի Շահանե քույրիկ ջան, դու դասիրակված աղջիկ ես։ Ես մեկ-մեկ մտածում եմ, որ սխալվել եմ, բայց միևնույն ժամանակ վստահ եմ իմ դատողությունների ճշմարտացիության վրա եւ սկզբունքորեն պահպանում եմ դրանք։ Ես հաշվարկ սիրող մարդ եմ, իրանք զգացմունքային են, անձնական կյանք, չգիտես ինչ, հաշվարկ։ Եթե մարդուն պետք է օգնել, ուրեմն պետք է օգնել, վերջ, պատրաստ է, օգնենք մարդուն առանց որևիցե մեկի վրաս պատճառելու։ Չէ, դու մտել ես անձնական տարածք։ Արմեն ջան, մի բորբոքվիր։ Միգուցե դու ճիշտ ես։ Միգուցե նրանք են մեղավոր։ Այդ դեպքում միգուցե դու նրանցներ ես։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ, որ ներեմ իլիկան են։ Ես մի ափսեն ավելորդ է։ Ափսեն ավելորդ չի։ Մարդա պակաս։ Բայց ինչ սենտիմենտալն եք դուք։ Պատմության ֆակուլտետի ուսանողը խորհուրդ տվեց Տիրի մասին կարդալ։ Տովը։ Դպրության ու գիտության աստվածը։ Լրիվ Արմենն է։ Ես ուսումնասիրել եմ Տիրը ու Հերմես ուժեղ դիվանագետներ են եղել։ Հունական դիցաբանական Հերմեսի ու եգիպտական դիցաբանության Թոթիի հայկական տարբերակն են։ Հա։ Չէ, բայց Արմենը դիվանագիտության պատճի չի ընկնում։ Բայց այդ եգիպտական թոթը ինչ կապ ուներ։ Թոթի հետ ամենամեծ ընդհանրությունը, որ կա, այդ մարդկանց ճակատագրեր գրելն է։ Օգտվեք։ Դպրության ու գիտության աստվածն էր Տիրը։ Լրիվ ես եմ էլի։ Արամազդ, գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը։ Չէ, չեղավ ինչ գրիչ։ Մարդկանց ճակատագրի գուշակ ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները, անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը։ Դե չէ, երազահանը իմ համար չի։ Չնայած հոգեբանության տեսանկյունից կարող եմ վերլուծել։ Անդրշիրիմյան աշխարհ ուղեկցվելը շատ տխուր գործ է այնպես կենսուրախ երեխայի համար։ Բայց մարդկանց չար ու բարի գործերի գրանցողը լավ է հնչում։ Գոր, Ես եմ։ հիմա գրանցում ենք քո չար ու բարի գործերը։ Պատրաստ եմ։ Հընտրել եք փիսիկների, Այո։ օգնել եք պապիկին եւ միշտ հարգանքով եք եղել մեծերի նկատմամբ։ Այո։ Դու ես օգնել պապիկին։ Այո։ Օգնել եք ձեր ընկերներին դժվար պահին եւ բարի եղել բոլորի նկատմամբ։ Այո։ Այսքանը բարի գործերի մասին։ Բայց էլի կա։ Եթե ես չեմ գրանցել, ուրեմն էլ չկա։ Ես Տիր Աստվածն եմ, դու էլ մահկանացու ու էս իմ պատկերացումն է։ Լավ, լավ։ Անցանք չար գործերի։ Չես պաշտպանել ընկերոջդ, երբ նեղացնում էին անտեղի, մի բան էլ միացել ես նեղացնողներին ու այսօր էլ ընկել էիր հետևիցս։ Արել եմ։ Դու պատժված ես։
Բայց ինչ պատիժ։ Լավ, հետո կմտածեմ։ Աննա, հիմա գրանցում ենք քո չար ու բարի գործերը։ Կերակրում եք ձեր ընկերներին եւ թխվածք եք թխում նրանց համար։ Այո։ Հարգանքով եք մեծերի նկատմամբ ու ոգեշնչել եք մի ամբողջ թիմի, որ գտնեն կորած պապիկին։ Այո։ Հիմա չար գործերը։ Նեղացնում եք ինձ եւ անընդհատ նկատողություն անում։ Ախր այ Աննա ջան, չի կարելի չէ, ես վերջի վերջո արդեն մեծ եւ ինքնուրույն երեխա եմ։ Պատիժ։ Բայց լավ, ինչ պատիժ։ Լավ, հետո կմտածեմ։ Այո, ես եմ։ Դու ինչ, դու գնա։ Հաջորդը։ Հաջորդը։ Բայց ձեզ էլ եմ պատժելու։ Պապիկ, դուք միշտ կորում եք։ Այ տղա, քանի անգամ ասեմ, որ ես չեմ կարում։ Ահա։ Մարդ չի կարողանում հանգիստ երազի, սենց բան կլինի։ Մտածեցի պատիժը։ Արմեն ջան, հիմա գրանցում ենք քո բոլոր լավ գործերը։ Աջակցում ես ընկերներիդ, օգնում ես պապիկին ու զբաղվում ես ինքնակրթությամբ։ Վատ գործեր չունես։ Ոնց։ Ընկերներիս միշտ նեղացնում եմ ու ծաղրում եմ, Աննային ու Գորին միշտ խանգարում եմ, Դավիթին լուրջ չեմ ընդունում, պապիկի փնտրտուքներին մասնակցում եմ նրա համար, որովհետև հետաքրքիր է, այլ ոչ թե անհանգստանում եմ։ Ու ես վերջերս սկսել եմ շատ ուտել, իսկ ավելորդ քաշը հեչ լավ բան չի։ Արմեն ջան, որ գիտես, որ դրանք վատ գործեր են, ինչ ես անում։ Ումից, բայց քեզնից չի սպասում։ Տիր ջան, Աստված մարդ ես, բոլորն էլ ունեն չար ու բարի, լավ ու վատ կողմեր։ Ես էլ ունեմ, Գորն էլ ունի, Դավիթն էլ ունի, Աննան էլ ունի։ Մարիան չգիտեմ։ Բա ընկերներիցդ ինչ ես երես թեքել։ Բա ես էլ եմ էդ ասում։ Էй։ Ես դեռ չեմ սկսել խոսել, դուք արդեն տնկում եք ձեր մատը։ Իդե ֆիլմում հատվածը եղել է իմպրովիզ։ Ես չեմ հասկանում ինչպես է ռեժիսորը հանդուրժել այս ամենը։ Բայց ես այսպես չեմ կարող։ Ոչ մի էմպաթիա։ Վարպետ ջան, մի հատ մի նկարի զրուցենք էլի։ Այ վարպետ ջան, դե կնկարես էլի ամբողջ օրը այստեղ ես։ Մարդուն ընկերներ են պետք։ Ես դա գիտականորեն ապացուցեցի։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Մեզ Գորն ինչի անհասանելի։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Աննան էլ։ Բարև շանեք քույրիկ ջան։ Կներես, որ անհանգստացում եմ ուղղակի Աննային ու Գորին չեմ կարողանում գտնել։ Դու կարող ես տեղեկություն ունենաս։ Արմեն, ուրախ եմ, որ եկել ես։ Պապիկը երեխաների հետ միասին գնացել է հետազոտությունների եւ վաղուց չկա։ Ես հուսահատության մեջ եմ։ Ուր են գնացել։ Դեպի աստղերը։ Իսկ գրքում ինչ-որ բան կա։ Այո։ Գնացինք։
որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր ակտիվ հերթան գրքի լինի, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների, արկածների, արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։